փոխանցվի պարոն վարչապետին պահանջը եւ սպասում ենք պատասխանը։ Ուղղակի իր հանձնարարությունը միայն արտադրության նախարարը ուրեմն նկատողություն չհայտարարելու վերաբերյալ չպետք է լինի։ Իր հայտարարությունը այսօր պետք է լինի, իր հանձնարարությունը այսօր պետք է լինի, քրեական գործ հարուցել այս ոհմակի դեմ, որի անունը ոստիկանություն են դրել, եւ ուղղակի հենց անհապաղ ուղղակի ուրեմն պաշտոնանկությունների շարք։ Ինչ է կարծում ձեր պահանջը կբավարարվի, ինչ կանխատեսեք։ Ես չեմ ուզում կանխատեսել։ Կարծում եմ մի փոքր հետո նախ առաջինը կիմանանք նա պատրաստվում է հանդիպել թե ոչ, իսկ հանդիպումից հետո կարծում եմ մենք հնարավորություն կունենանք ասել ինչ է պատրաստվում։ Այնպես որ սա միակ քայլը չէ եւ խնդրի լուծումը միայն իրենց կապված չէ։ Կենտրոն ոստիկանության պետի տեղակալի Ամիրխանյանի հետ։ Նա ասաց, որ գործերը հիմա կբարկանեն, ես խնդրեցի, որ արագացնեն, որտեղ ես մտադիր էի մնալ այնտեղ, մինչև որ ինքը դուրս գա, բայց դրանք զանգեցին, ասեցին, այստեղ էլ կա խնդիր ու կա այստեղ ճիշտ է, ես դրա համար եկա այստեղ, բայց չի բացառում, որ հիմա կվերադառնա։ Ըստ էության ես էլի հույս հայտնեցի, որ այդտեղ չկա որևէ մի արար, որը կբերի եւ այդ խոսքը վրա մենք բաժանվեցինք, ինչ խոստացան, որ մի ժամ կեսից հետո պարզ կլինի, թե ինչ է սպասում Վարդգես Գասպարյանին։ Բայց որևէ ասենք բռնություն կամ նսեմացում կամ բան չէ տալիս, պետք է ասեմ, որ տեղակալի մոտ կա կոմպյուտերային այդ դիտարկման սարք, որով երևում է, որ ինքը կանգնած է ապակիա հենց այդ ապակիից են կողմ, այսինքն երևում է։ Վարդգես Գասպարին կարելի է տեսնել։ Կարելի է տեսնել, եթե ձեզ թույլ տան ներս մտնեք։ Հիմա այդ դա էլ է, բայց Աշխենը իրեն տեսել է, ես էլ եմ տեսել եւ մի ամիս կարելի է նրան զանգվածային։ Ես մոտեցա խոսեցի Վարդգեսի հետ, իրան տեղեկացրեցի, ահա այս ինչ ես ձեզ ասում եմ, եւ հարցրեցի, արդյոք այստեղ տեղի ունեցել որևէ այդպես բռնության կասեցի ոչ, ասեցի դե դու այսպես հանգիստ սպասենք, տեսնենք ինչ է, քանի որ եթե հետագայում համաձայն չլինենք այն գործի հետ, միշտ բողոքելու կամ ու կամ, այդտեղ արդեն ուրիշ բան անելով ես կարծում եմ հնարավոր չէ։ Մենք մարտի 1-ի օրը սկսել ենք զոհվածների տներ այցելելով, շիրիմներին այցելելով, այնուհետև Սարդարապատ շարժման միջոցառմանն են ներկայացրել մեր ներկայացուցիչները եւ երեկոյան նաեւ ժողովրդի հետ միասին ուղղակի մասնակցել այդ հիշատակի հանրահավաքին եւ նաեւ երթին Մենք մշտապես մասնակցել ենք բոլոր այն միջոցառումներին, որոնց համար հրավեր ստացել ենք եւ ներկայացրել ենք։ Պարոն Սաֆարյան, ես ինքս կոնկրետ Սարդարապատ շարժման բազմաթիվ մեկ միջոցառման բանախոս ես եմ եղել, Զարուհին է եղել, մամուլի խոսնակ Սեֆ Խոշոզյանն է եղել, համագործակցության որևէ խոչընդոտ չկա։ Ես եկել եմ այն ժամանակ, երբ ամեն ինչ ավարտված է եղել։ Պարոն Սաֆարյան, դուք հանդիպում ունեցաք վարչապետի հետ։ Իսկ ինչ հանձնարարություն է տրվել ծառայողական քննություն նշանակել տեղի ունեցածի հետ կապված, ոստիկանապետը իր տեսակետն ունի ակնհայտորեն եւ դա զգալի էր խոսակցությունից ակնհայտորեն փորձում են մեղքը բարթել ցուցարարների վրա, փորձում են միջոցառման միջադեպի պատասխանատու համարել մեկ այլ միջադեպ, որը իրականում տեղի ունեցել բավականին ուշ, եւ մենք ասացինք, որ որպեսզի այս խոսակցությունները չլինի թե ով է ճիշտ, ով է սխալ, պարոն վարչապետին հանձնարարեց մեր ներկայացում ծառայական քննություն, եւ որից հետո ինքը դիմեց, ասեց ծառայական քննությունից հետո կհայտնեք ձեր տեսակետը։